Անհար եորդվո եվոքվեն Սուրբ Ամեն, այրմեր վրերգինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկես արկայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս եւ երգրի, ըստ մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ բարդիս մեր, որպես եւ մեկ տոնք մեր ոսպարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, արպրգյազ մեզ ճարե, զիկո արկայություն եւ զորություն եւ պարկ, հավիտյանս ամեն, ողջույն քեզ Մարիամ, լիշնորոք դերն քեզ, օրտնյալ ես դու իգանայս, եւ օրտնյալ է բուդո, որովայնիկո Հիսուս, սրպի Մարիամ, մայր ասծո, բարեխոսյավ ասում մեր մեղավորածս, այժմ եւ իժամու մահվան մերո ամեն, պարկոր եւ օրտվո եւ հոգվին սրպո, այժմ շվավիտյանս հավդինից ամեն, տակույի իմաստության աղոթյավ ասում մեր, անհոր եւ օրտվո եւ հոգվին սրպո, ամեն, Ինչպես գիտեք, միշտ կսիրեմ սկսել հարցում ձեր հարցերը սպասելով։ Բարի երեկո Վարդապետ ջան։ Բարի երեկո։ Երեկվա անցած անգամվա լեկցիան ես այսօր նորից լսեցի եւ այնուամենայնիվ ինձ համար բաց մնաց այն հարցը, թե ես ինչ եմ գործածում մտածելու համար։ Դուք այնտեղ նշեցիք, շեշտեցիք խիղճը, այսինքն ես այնպես հասկացա, որ ինձ մտածելու հնարավորությունը տալիս է Աստված։ Ճիշտ եմ հասկացել։ Ինչ եմ գործածում մտածելու համար։ Ասեցին աղջիկները միտքը, բանականությունը, երկուսն էլ ժխտեցիք։ No, ես բանականությունը չի ժխտեցի, բայց բանականությունը ինչպես ուր է այդ բանականությունը։ Եվ միտքն ալ ես բանջեր, ես ասում եմ, որ մտքով է, որ մենք գործում ենք, բայց միտքը ուր է, միտքը ուղեղին մեջ չէ։ Այսինքն այն մարդու մասին, որ դուք նշեցիք անհավատների հետ, ասացիք հիմնական իր բանը երկխոսությունը այս հարցով է սկսում, որպեսզի ինչպես ապացուցի, որ Աստված կա։ Ես չհասկացա այս պատասխանը, եթե կարելի է կարճ ավելի հստակ։ Լավ, տեսեք։ Երբ որ ասենք ուղեղն է, որ բանականություն է տալիս կամ մեզ կարելություն է տալիս մտածել, ինչ է, ուղեղը ինչ է։ Ուղեղը ֆիզիկական մի բան է։ Եվ այդ ֆիզիկական մի բանը խճճված միլիարդավոր բջիջներ եւ ասենք ամենը ինչպես աշխատում են։ Այս ամենը աշխատում են ասած ծրագրի համադ մի ծրագրի համեմատ աշխատում են եւ սա մարմնին տալիս է ծևը բան որ տեղեկությունները որ դուրս են գալիս է ինքն է որ այդ ընդունում է եւ ուղեղն է որ այդ ամենը կարողանում է հասկանալ ուրեմն խնդիրը նորեն կգրկնեմ գասեմ որ բանականությունը եւ ուղեղը իրենց միջոցով է որ մենք կարողանում ենք մտածել եւ ոչ թե ուղեղը ուրեմն երբ խոսում ենք այս ձևով այսինքն այդ հնարավորությունը որ մարդս ունի երբ որ կառնես որևէ մի բան հիմա ծեր էկրանի վրա դուք տարեր տեսնում եք
Եվ այդ դարերը կարողանում եք մեկնաբանել։ Եվ այդ մեկնաբանելը սա ուղեղին սա մտքի կորձն է, ուղեղի կորձը չէ։ Հադեն ես շփոթվում եմ։ Ուղեղը ֆիզիկականն է, միտքն է, եւ մեր բանականությունը մտածելն է, որ մեզ կարողություն է տալիս, որ տեսնելով այդ ինչ որ գրված է, կարողանում ենք մեխանիկա կարդալ եւ հասկանալ, որովհետեւ մի խաղապար է, որ մեզ դրվում է այդ ամենը տեսնելով։ Եվ այս գաղափարը ինչպես է նա օգտագործում, որ ապացուցում է, թե Աստված կա, գոյություն ունի։ Դուք այս գաղափարը կապեցիք հենց աթեիստի հետ երկխոսության մեջ, չէ՞։ Այո։ Ուրեմն բունգեդը հոնդեղը այն է, որ սա եթե միայն ուղեղը լինի, այսինքն միայն ֆիզիկականը, այդ ֆիզիկականը որտեղեն եկած է։ Այդ ֆիզիկականը որ կա մեր ուղեղին մեջը, այդ ֆիզիկականը չի գտնար ինքը իր լուծումներ գտնել։ Այդ լուծումները ուրիշ տեղ է, որ տեղի է ունենում։ Ուրիշ բան է։ Եվ եթե մենք կարծենք, որ այդ այսինքն էվոլյուցիայի միջոցով եւ այդ մնացած բոլորը, որ միայն ֆիզիկական բան է, եթե այդ ձևով մենք մտածենք, որ բանը տեղի ունեցել է, մեր բանականությունը մտածելու կարողությունը հոնդեղեն եկած է, ինչի վրա վստահում ենք։ Վստահում ենք այդ ֆիզիկականին, որ կա մեր ուղեղին մեջը, բայց բավարար չէ, որովհետև այդ ֆիզիկականը մեր ուղեղին մեջը չի գտնար քրությունները, որ մենք տեսնում ենք, բարձ այսինքն լեզվական քրությունը կամ ինչ որ քրություն, որ գուզես, երբ որ տեսնում ենք, սա պետք է մեկնաբանվի։ Եվ այդ մեկնաբանությունը ֆիզիկապես հնարավոր չէ, որ լինի։ Եվ նաև ֆիզիկապես մենք գիտենք, որ մեր DNA, հայրենը նորեն ես միշտ կմոռանամ, Աննա, ասվածիմ։ DNT-ն։ Okay, DNT-ն, որ գա մեր մեջը եւ սա 3 միլիարդեն ավելի տեղեկություն կա սրա մեջը։ Եվ այդ տեղեկությունը ով է որ կարդում է։ Հոգին է որ կարողանում է կարդալ։ Մեր ուղեղը այդ ամենը տեսնում է, բայց չի կարողանում դա որևէ մի բան հոնդեղեն եզրակացնել, բայց մարդուս միտքն է, բանականությունն է, որ դա կարողանում է հասկանալ, որ կամ որ բանականությունը ինքր մեջ, իրականության մեջը տեղյակ չէ, որովհետև այսօր քանի 100,000 տարի է որ մարդս գոյություն ունի, եւ մարդիկ որևէ բան չէին
գասկած չունեին, որ այդպիսի բաներ կա մեր մեջը։ Ուրեմն այդ ամենը, որ մենք ավելի եւ ավելի զարգանալով տեսնում ենք մարդուս մեջը, տեսնում ենք, որ ինչպեսի կապ կա այդ ֆիզիկականի եւ հոգեվորի միջև, եւ այդ հոգեվորն է, որ մեզ առաջնորդում է, որ մենք ավելի լավ հասկանանք եւ կարողանանք եզրափակել այդ ամենի մասին։ Ուրիշները, ասեն աթեիստները, ասում են, որ այս ամենը բադահական ցևով եղած է եւ բադահական ցևով շարունակվում է։ Բայց մենք ասում ենք, որ սա բադահական չի կարող լինել 3 միլիարդեն ավելի հոնդեղը գետեր որ կան, այդ ամենը այսինքն խառնաշփոթ ցևով չեն եղած, այլ օրինավոր ցևով եղած են եւ հատուկ ցևով եղած են, որը մեզի հնարավորություն է տալիս, որ կարողանանք մտածել, որովհետեւ եթե ասենք եւ կան շատ անցիկ, ովքեր ասում են, որ մեր ուղեղը ճիշտ բանը համակարգիչի բես է, համակարգիչի ուղեղի բես է, բայց համակարգիչի ուղեղը ինչպես աշխատում է, համակարգիչի ուղեղը աշխատում է որոշ օրենքների համաձայն եւ այդ ամենը շիդակ ցևով բան եղած է եւ մենք վստահում ենք, որ շիդակ ցևով պիտի լինի, որովհետեւ եթե ծրագիր չկա եւ կարող են այդ կոմպյուտերի բայթերը, կոմպյուտերի մեգաբայթ, այդ ամենը կարողանան իրենց ուզածին պես, մեկ օր այսպես, մեկ օր այդպես բանալ, չես կրնար վստահել քո համակարգիչիդ, որպեսզի համակարգիչը շիդակ ցևով աշխատի, պետք է որ միշտ նույն ցևով աշխատի։ Մարդուս մեջ նույնն է, մենք վստահում ենք, որ նույն ցևով աշխատում է եւ այդ նույն ցևով աշխատելը 3 միլիարդ եւ ամեն մեկ DNA-ի մեջ որ այդ 3 միլիարդը կա, այդ ամենը իսկապես մեզ գստիպե ընդունել, որ հոնդեղը ծրագրող մկա եւ ծրագրողը շիդակ ցևով ծրագրած է ամբողջ աշխարհի քոյությունը եւ դիեզերքի քոյությունը մեզ ցույց են տալիս, որ ծրագիր կա եւ ծրագիրը չափազանց կարեւոր է, նաեւ աշխարհի ցկողականությունը ծրագիր է, եթե այդ ցկողականությունը մի քիչ ավելի ուժեղ լիներ, ամեն ինչ պիտի ավելի փոքրանար եւ անհնարին պիտի լիներ, որ կյանք լինի, եւ եթե մի քիչ պակաս լինի այդ ցկողականությունը, այլևս ոչ մեկ բան եղածին պես չի գնալ մնալ, ամբողջովին կդարածվի։ Այս ամենը միայն կարևոր կետը այն է, որ ծրագիր կա եւ այդ ծրագրի դերը Աստված է եւ մենք ունենք հոգի եւ այդ հոգին է, որ կարողանում ենք այդ հոգով մտածել, բանականություն ունենալ եւ այդ ամենը նաեւ սա ֆիզիկական այդ բջիջները չեն, որ մեր գլխին մեջն է, այլ սա ամբողջովին տարբեր մի բան է, որ այդ ուղեղի բջիջների մեջ չէ, որ գտնվում է։ Մեր տեսականությունը տեսնելը մի բան է, տեսնելը մեկ կողմեն միայն կամերա է,
որ բան տեսախցիկ է, որ տեսնում եմ, բայց ինչ որ տեսնում ես, պիտի մեկնաբանես, եւ այդ մեկնաբանությունը անողը հոգին է, որ մեկնաբանում է։ Սա է կարևոր կետը, որ ընդունենք, որ Աստված ինքն է, որ այդ ամենը մեզ տված է, եւ սա բանջում է այդ գիտությունը, կարողանալ բանականությունը, որովհետեւ մենք ունենանք անհրաժեշտ է, որ ունենանք հոգի, եւ այդ հոգին է, որ Աստված ստեղծեց մարդուս համար, որը ամբողջովին տարբեր է կան անասունների եւ հոգին եւ իրենց բնաստը մեր բնաստ չէ, մեր մեջ մենք բնաստ օգտագործում ենք, բայց մեր մեջ կա այդ բանականությունը, որը պատճառներն մեկն է, որ մենք հոգի ունենք կամ այսինքն Եվ այդ հոգի հոգովար արտահայտությունը մեր խղճի ներկայությունն է, մեր մեջ եղած խղճի ներկայությունն է։ Հա, ձև հակեցիք դուք այդ հոգին լավ, բայց հոգին նաև անհրաժեշտ է, որ մարդը հոգի ունենա, եւ մեր փաստը, որ հոգի ունենք, այն է, որ մենք ունենք բանականություն, մենք ունենք կամք եւ ունենք ազատություն։ Ասոնք են, որ մեզ տալիս են անհրաժեշտությունը, որ մենք ունենանք հոգի։ Եվ այս երեքին համարալ մենք պետք ունենք խղճի։ Բանականությունը եւ ազատությունը եւ կամքը խղճի հետ կապված է։ Այո, խղճը եւ Աստծո ամենազորավոր ուժը, այդ մեծ տմպուկը, որ խոսում է Աստծո ամենամեծ մարդու միտքը շեղողը ավելի ճիշտ ճանապարհ է։ Չէ, բանա այդ տմպուկն է, որ ոչ թե շատ ցած ձայնով խոսում է, այլ շատ ուժեղ ձևով Աստծո մասին խոսում է մեր մեջը, մեր հոգու մեջը, այդ խիճն է։ Եղավ, Վարդապետ ջան, շնորհակալություն։ Եղավ։ Ուրեմն հիմա երթանք Աստվածաշունչին։ Երբ որ խոսում ենք Աստվածաշունչի մասին, ամենակարևոր կետը, որ ես կցանկանայի, որ հասկանաք, եւ ելքի պատմությունը եւ երկրորդ օրենքի պատմությունը մեզ մի բան շատ բարձ ձևով բացատրում են, բայց ոչ մեկերնից չենք ուզեր հասկանալ։ Եվ ինչ է այդ ծրվեցածը։ Ոնդեղը տարբեր ձևերով Աստվածաշունչը մեզ բացատրում է, որ օրհնությունը եւ անեծքը, հաջողությունը եւ ցախողությունը մարդկային ցերնարկ չէ, այլ աստվածային։ Եվ երբ որ տեսնում ենք հրեա ժողովուրդը 40 տարի տապարելուց հետո ահավասիկ ցանկանում է մտնել եւ քրավել այդ ավետյաց երկիրը։ Ինչ են անում։ Ռազմական պատրաստություններ են տեսնում։ Ոչ։ Ռազմական պատրաստություն չի կա։ Ամենաառաջ
հաշվում են, թե քանի հոգի են իրենք, եւ այդ հաշվարկը նաեւ կարևոր աստվածաբանական իմաստ ունի, երկու իմաստ, մեկը այն է, որ սկիզբը, երբ որ դուրս եկան, հաշվեցին քանի հոգի կա, եւ անվասիկ հիմա նորեն հաշվում են, եւ այդ հաշվարկը երկու բան, մի քանի բան մեզի բացատրում է։ Առաջինը այն է, որ սրանք 40 տարի անաբադին մեջ ապրելուց հետո, երբ որ կհաշվեն, կտեսնեն, որ իրենց թիվը չպակասեց։ Այդ հայկարակ բոլոր դժվարություններին, բոլոր այդ ամենին իրենց թիվը չպակասեց։ Այլ մի քիչ ավելի է, քան թե ինչ որ էր սա մեկ, բայց մյուս կողմը երկրորդ հաշվարկին մեջը ոչ մեկը չկա, որ գոյություն ուներ առաջին հաշվարկի մեջ, բոլորն ալմերան, որտեղ Աստված ասաց, որ իրենք պիտի չմտնեն ավետյաց երկերը, միակը, որ մտավ Հեսուն եւ Կալեբը եւ իրենց ընտանիքը, մյուսները բոլորը մեռան։ Այս երկուսը ապրեցին եւ անվասիկ Հեսուն է, որ պիտի շարունակե գործը Մովսեսը հեռանալուց հետո։ Ուրեմն երկու հաշվարկ նպատակը ցույց տալու, որ այդ ամեն դժվարությունները եւ նաեւ իրենց բոլոր ըմբոստությունները Աստծո դեմ, անվասիկ իրենք նորեն նույն թիվը մնում են, մի քիչ ավելի, մեկ կողմեն եւ մյուս կողմեն բոլոր ինչ որ Աստված ասեց, որ պիտի մեռնին, բոլորն մեռան։ Եվ նաեւ դժվարությունները, որ իրենք կրեցին 40 տարիների մեջը, այդ ըմբոստությունը, այդ ոսկեցուլը եւ իրենց կանկադը, որ ուդելիք չունին, կանկադը, որ չուր չունին, այդ ամեն կանկադները ցույց է տալիս, որ իրենք իրենց մեջը դեռ ունեն Եգիպտոսը։ Մի քանի անգամ ասել եմ ասկի առաջ, որ ավելի հեշտ է Աստծո համար, որ իրենց Եգիպտոսից դուրս անե, քան թե Եգիպտոսը իրենց սրտերից դուրս անե, որովհետև այդ ամեն 40 տարիների ընթացքում իրենք մինչև վերջը խոսում են, թե ինչ լավն էր Եգիպտոսը, ինչ լավն էր եւ Եգիպտոսի այդ ամենը նույնիսկ, այսինքն Եգիպտացիների համար գարերը եւ արջարը իրենց համար սուրբ էին, հավասիկ Աստված իրենց ստիպում է, որ այդ անասունները մորտեն եւ ինչ որ իրենք Եգիպտոսի մեջ արադորեն ուդում էին խոզերը, հիմա իրենց արգելում է, որ խոզ ուտեն։ Աստված ամեն ինչ անում է, որպեսզի փոխե, իրենց մեջ հանե այդ մտածելակերպը, եգիպտական մտածելակերպը, իրենց չաստվածների մտածելակերպը։ Նաև երբ որ կշարունակենք կարդալ, կտեսնենք, երբ որ գտնվում են ավետյաց երկրի մեջը, հիմա ավետյաց երկրի ժողովրդի սովորույթները որտեղում են եւ սկսում են իրենց ծավալները զոհմադուցել եւ այդ ծավալները զոհմադուցելը գվերջանա, երբ որ իրենք բաննա Նաբուկոդոնոսորի պատճառով աքսորի մեջ են եւ գտնվում են բաննը Բաբելոնի մեջ։ Հոն է, որ իրենց մեջից վերջանում է ծավալների մատուցումը որպես զոհ։ Ուրեմն
Հավասիկ այս ամենը իրար հետ կապված բաներ են եւ Աստված որ դալիս է 10 բادرանները, 10 բادرաններուն բունը նպատակը որն է իրենց սորվեցնել օրհնության մասին, Աստծո ցանկությունը, Աստծո օրհնությունը, Աստծո ժողովուրդ լինելը, սա է եւ ամեն հաջողություն, որ կարող եք ունենալ, պիտի ունենաք, երբ որ դուք Աստծո սովորեցածը ընդունեք, բահեք եւ սովորեցնեք նոր սերունդին։ Սա ամենակարևորն է։ Ոնդեղը երկրորդ օրենքի գրքի մեջ է շատ հստակ օրեն բացատրվում է, որ ամեն ծնող պետք է իր զավակներին սովորեցնե այդ ամեն Աստծո օրենքները եւ սա միշտ պիտի կրկնվի։ Չմոռանանք, այդ ժամանակ տելևիզոր չկար, այդ ժամանակ հոսանք չկար, բայց ուրեմն երեկոյան, երբ որ ընտանիքը հավաքվում էր, ինչ որ խնդրվում է իրենց, այն է, որ իրենց զավակներին սովորեցնեն Աստծո մասին, Աստծո օրենքների մասին։ Եվ այդ օրենքները, այդ ամենը Թորա բառն է, որ հրյաները գործածում են Թորա։ Թորան մի բառ է, որ իրականության մեջ է, երբ որ արմադով նայելու լինես, ճիշտ մեղքին հակառակ բառն է, որովհետև մեղքը կնշանակե քու նեդդ չկնա իր նպատակին, այլ վրեբի։ Մեղքը սա է, իսկ Թորան շիդակ ապրելու ցևն է, եւ երբ որ շիդակ ցևով ես ապրում, ուրեմն քու կյանքիդ փուն նպատակով ես ապրում եւ Աստված օրհնում է քեզ։ Եվ նաեւ կարդում ենք, ինչպես Մովսես ասում է, որ երբ որ երթակ ավետյաց երկիրը երկու խումբի բաժնվիկ, վեցը ցեղի անցիկ վեցը ցեղից մի բոլորի վրա լինեն եւ վեցը ցեղերի անցիկ լինեն ուրիշ բոլորի վրա դեմտիմաց եւ մեկ մասը բարձրացայինե օրհնություններ եթե եւ երբ իրենք Աստծո օրենքների համեմատ պիտի ապրեն, իսկ մյուս կողմեն այդ անեծքները, որ պիտի լինեն, եթե Աստծո օրենքի համաձայն չապրեն։ Բարձորեն 1001 տարբեր ծևերով Աստված աշխատում է իրենց բացատրել, ծորվեցնել եւ իրենք դժբախտաբար կարևորություն չեն տալիս եւ քիչ առաջ մի բան ասեցի, չշարունակեցի, որ հավասիկ, երբ որ պիտի պատրաստվեն այդ երկիրը մտնելու, ոչ թե ռազմական պատրաստություններ են տեսնում, այլ հավասիկ հրավիրված են, որ բոլորը հոն լինեն եւ իրենց ծայր կարտացվում է, բացատրություն է տալիս ղևտացիները, կանայների ցեղը, անոնք են, որ ավելի մանրամասն, երբ որ օրենքը կարտացվում է, իրենք մանրամասն բացատրություն են տալիս այդ ժողովրդին, որովհետև այդ ժամանակ բարձրախոսներ չկային, որ բոլորն կարողանային նույնիսկ եթե լսեին, բավարար պիտի չլիներ, ուրեմն հավասիկ կարտացվում է եւ դիմացնին շատ մեծ հասարակություն կա եւ
Ղևդացիները իրենց մեջ են եւ բացադրում են մի կերպ նույնիսկ կրնանք բանել, որ Հիսուսի ժամանակ արած ամեն ինչ որ Հիսուս խոսում էր, դիմացը 5000 եւ ավելի մարդիկ կային, որ լսում էին, իր աշակերտները նաեւ բացադրում էին այդ բոլորին այդ մասին թե Հիսուս ինչ էր ասում, որովհետեւ իրենք արդեն այդ ամենուն մասին լսած են Հիսուսից, բացատրությունը ստացել են եւ նահավասիկ իրենք գալիս են։ Նույն ձևով տեսնենք 1200 տարի առաջ այդ ամենից Մովսեսի օրոք նույնը դեղի է ունենում։ Սովորեցնում է ժողովրդին եւ ժողովուրդը ընդունում է։ Սա մենք նաեւ տեսնում ենք հետո Աստվածաշունչի մեջ Էզրաս քահանայի օրոք Էզրաս որ նաեւ մարգարե ինչպես ինքը հավաքում է բոլոր նրանք ովքեր վերադարձել են աքսորից իրենց հավաքում է եւ ամբողջ օրը արդվենե մինչեւ գիշեր կարդում է, բացատրում է եւ նորեն կանաներ այդ ժամանակվա բացատրությունը ավելի բոլորին հասանելի են դարձնում։ Սա գիտության մասին չէ, սա կյանքի մասին է։ Սա մի կյանք, որ ոչ թե միայն մեզ երկինք տանելու ճանապարհն է ցույց տալիս, այլ հաջողություն, աշխարհիկ հաջողության մասին է, որ խոսվում է։ Եվ այդ ամեն օրհնությունները, որ պետք է գարտակ եւ այս երկի մեջ, որ նաեւ դուք ունեք բան որպես PDF կայքի վրա, այս ամենը եւ որ գարտակ եւ անեցները եւ օրհնությունները կտեսնեք, որ այդ ամենը իրենց կյանքի հետ կապված է եւ կյանքի իմաստն է դալիս եւ հрьяաները չպիտի հաջողեին, եթե մեծ զորք ունենային, իրենք պիտի հաջողեին, եթե Աստծո օրենքներին բաննը օրենքների համեմատ ապրեին եւ հավատարիմ մնային Աստծո օրենքին։ Սա կարող ենք կարդալ եւ ասել, որ շատ լավ է, ասկե 3000 տարի առաջվա ժողովրդին համար, բայց ոչ, սա նույնն է այսօր աշխարհի բոլոր ժողովուրդների համար, մեր ժողովրդի համար։ Եվ մենք կարող ենք, եթե մի քիչ մտածելու լինենք, մենք կարող ենք հասկանալ, որ մեր երկրի բուն խնդիրը մեր Աստծուց հեռու լինելն է։ Մենք բոլորս Աստծուց հեռու ենք։ Կոռումպացվածությունը մեր ձուծն է։ Եվ մինչև վերջը մտածում ենք, որ աղքատությունը կարելի է որ անհայտանա, եթե մեր նոր սերունդը լավ սովորի։ Այո, լավ սովորողներն մեկ մասը կամ մեծամասը պիտի կարողանա լավ գործ գտնել, բայց լավ գործ գտնելով չի վերջանում։ Ընտանեկան սրբությունը, ընտանեկան միությունը եւ Աստծո օրենքները բահելը շաբաթ օրը ժամանակ շաբաթ է մեզ համար կիրակի օրը սուրբ բահելը որքան անհրաժեշտություն է ոչալ գրնանք ընդունել քանի օքի կճանչնակ որ կիրակի օրը սուրբ կբահե եւ սուրբ բահելը չի նշանակել միայն պատարագի երթալ
Երբ որ կմտածենք նաև բادرակի մասին, այսօր եթե գիրակի օրը մեր բոլոր եկեղեցիները որ կան Հայաստանի մեջ է, եթե այդ բոլոր եկեղեցիները բերնե լեցուն լինեն, մեր ժողովրդին քանի տոկոսը կարող են այդ եկեղեցիներու մեջ լինել։ Մեկ կես շատ ոչ իսկ 98% համար դեղ չի գա բادرակի համար։ Ոչ էլ քահանա ունենք։ Եթե 10,000 քահանա ունենանք, ելի չեն կարող մեր բոլոր ժողովրդին բادرակ հասցնել։ Այնպես որ, երբ որ կխոսենք քրիստոնյա կյանքի մասին, եւ եթե ընդունելու լինեք, ինչ որ ես ձեզ ասում եմ, սա մեզանից ամեն մեկին կյանքը տագնորա պետք է եւ ամբողջովին փոխե։ Եվ առաջին բանը, որ պիտի անենք, գիշեր ցերեկ պիտի աղոթենք կոչումների համար, գիշեր ցերեկ պիտի աղոթենք, որ Աստված օգնի մեզ, որովհետեւ մենք բոլորս կոտրված ենք։ Մենք բոլորս կոտրված ենք։ Օգնե մեզի, որ մենք ավելի քրիստոնյա վայել կյանք կարողանանք ապրել, որովհետեւ ուրիշները տեսնելով մեր կյանքը իրենց եւս ցանկանան այդ տեսակ կյանք ապրել։ Բայց այնքան խառնաշփոթություն կա, որ նաև մարտիկ մեր ճորս կողմը չեն կարողանում շիտակ դատել իրենց տեսածը։ Առաջինը, որ պետք է անենք, դա է իրապես աղոթենք։ Եվ երբ որ ասեմ աղոթենք, սա չի նշանակել, որ 24 ժամ կամ 20 ժամ ես ծունգի պիտի կամ եւ ծունգի պիտի աղոթեմ, չէ։ Այլ ես իմ կյանքը ինչ որ է, ընդունեմ իմ կյանքը, ընդունեմ այդ ամեն խաչը, որ կա իմ կյանքիս մեջը, այդ ամեն դժվարությունները եւ մարդիկ, որ ինձ չեն հասկանում, եւ հագարագությունները, որ կան այդ ամենը ընդունեմ եւ նվիրեմ Աստծուն։ Հնազանդություն ամենակարևորը եւ ամենաարդյունավետը հնազանդությունն է։ Հնազանդվել ամեն ձև, ամեն ինչի համար, այդ ամենը անել եւ նվիրել Աստծուն, նվիրել մեր ժողովրդին համար եւ չսահմանափակվենք աղոթելով մեր ընտանիքի համար։ Մեր ընտանիքի համար պիտի աղոթենք, բայց նույն հարմերը, որ կսեմ ես ընտանիքիս անդամների համար, կրնամ անոր մեջը նաեւ ներառել բոլոր հայությունը, իմ բոլոր ժողովուրդը։ Ազգվատքույդ է, որ ես իմ աղոթքիս մեջը Աստծուց խնդրեմ այս կամ այն թիդավորությունը, այս կամ այն նպատակը։ Ասում գսեմ, որ Աստված իմ, ես չեմ գիտեր այդ ամեն կարիքները, որ կան իմ ժողովրդիս մեջը, քեզ գտոնեմ, որ ցուն ուսացիդ պես մատակարարես իմ աղոթները։ Նաև Աստվածամոր նույն ցևով կտիմեմ, Աստվածամայր ցուն կարող ես մեզ օգնել։ Սուրբ Հայրոսեփը ընտանիքների պահպանը, պաշտպանը, իրենը նույն ցևով։ Բայց ուրեմն իմ օրս 24 ժամս պետք է լինի աղոթքի 24 ժամ։
նվիրելով այդ իմ ամեն վարքյանը։ Ուրեմն վերադառնալով Մովսեսի օրոք, Մովսեսը սա է, որ աշխատում է սովորեցնել ժողովրդին եւ սովորեցնել, որ ժողովուրդը, որ հոն գտնվում է իր դիմացը, ոչ միայն ընդունի եւ յուրացնի, այլ նաեւ ամեն օր խոսի սրանց մասին իր զավակներին եւ իր խոսքը իր զավակներին պիտի լինի։ Մենք այս ամենը պիտի անենք, որպեսզի ստանանք Աստծո օրհնությունը։ Սա է Աստծո օրհնությունը կուզենք եւ Աստծո օրհնությունն է, որ մեզի պիտի դա եւ անսական հաջողություն եւ ամեն ինչ հաջողություն եւ մենք պիտի կարողանանք հաղթահարել մեր թշնամիներին, բոլոր թշնամիներին եւ անշուշտ այդ մեծ թշնամին, որ ունենք, Թուրքը չէ, Ադրբեջանը չէ, իրենք մեզ ավելի գոդրված մարդիկ են, այլ մեր թշնամին մեղքն է, սատանան է, մահն է, հոգևոր մահը նույնքան մեծ պրոբլեմ է, կամ ավելի մեծ պրոբլեմ է, քան թե ֆիզիկական մահը։ Եվ ինչ որալ պատահի, մեզանից յուրաքանչյուրի անձնական կյանքի մեջը, նաև ինչ որ պատահի մեր ազգային կյանքի մեջը, այդ ամենը նվիրենք Աստծուն եւ խնդրենք Աստծուց, որ Աստված տարբեր ձևով նայի այդ ամենին։ Ուրեմն Թորան ուսումնասիրելով բան այդ ավետյաց երկիրը մտնելուց առաջ դա ուսումնասիրելով իրենք հոգեպես զորացան եւ հաղթանակը, որ ունեցան, անշուշտ իրենք շատ լավ հասկացան, որ այդ հաղթանակը իրենց անձնական կամ իրեն զորքի հաղթանակը չէր եւ տեսնում ենք առաջին իսկ հաղթանակը Երիկովի բլուզումը տեսնում ենք, որ սա մարդկային բան չէ եւ նաեւ դա ունենալուց հետո այն քաղաք, որ անունը այն է, այն քաղաքին մեջ մեծ խնդիր ունենան, որովհետեւ այդ բաները հрьяաները իրենք ունեին իրենց վրա այդպիսի առարկաներ, որ չպետք է ունենային տարասամներ չպետք է ունենային, բայց որովհետև ունեցան ամենը մեռան եւ գրիվը գործընծեցին։ Երբ որ Աստծուց ներում խնդրեցին, նորեն կարողացան հաղթել, բայց այս անգամ հաղթանակը իրենց չէր։ Եվ նաև, երբ որ կարդում ենք այդ ամեն նվաճումները, այդ երկրի մեջ իրենց ունեցած բոլոր նվաճումները, Աստվածաշունչը շատ մեծ ուշադրությամբ մեր ուշադրության հանձնում է, որ այս ամենը տեղի ունեցավ Աստծո միջամտությամբ։ Երբ որ պիտի գրվեին եւ մեծ թիվ զորք ունեին, չէ, պետք չի գա 7000 մարդիկ կային, պիտի հարձակվեին, պետք չի գա 300-ի իջնում է, այդ 300-ն է, որ կարողանում է հաղթել դժնամուն։ Սա այս ցևն է,
որով մենք պիտի գարտանք Աստվածաշունչը եւ գարտանք Աստվածաշունչը ոչ թե պատմություն, մի բան, որ պատահել է անցյալում, այլ նաեւ մեզ համար անհրաժեշտություն է։ Այսօր մեր կյանքը պիտի լինի նույն ցևով Աստվածահաճո մի կյանք, որպեսզի հաջողություն գտնենք։ Եվ որքան կարևոր է, որ մենք նոր սերունդին սովորեցնենք։ Ամեն ընտանիք, ամեն ծնող պարտականությունը պետք է ստանձնե իր զավակներին սովորեցնե Աստծո օրհնությունը, Աստծո օրենքը։ Լավ, հարցումներ ունեք։ Հայր Անտոն, ես մի հարցում ունեմ, աղոթագրքից աղոթքներ էի ընդերցում ու այնտեղ ասում է երկրայինները, երկնայինները եւ սանդարամետականները։ Չհասկացա թե սանդարամետականներն ովքեր էին ընդհանրապես ու մտածեցի որ Հայր Անտոնից պիտի իմանամ։ Չնայած բառադեպից կարող է օգտվել, բայց որոշեցի որ դուք ավելի լավ կբացատրեք։ Մեծ անագնգալ ես արդյեմ գիտեր ինչ է։ Կարդում ենք դրա մասին Սուրբ Պողոսի քրության մեջը եւ Սուրբ Պողոս մեզի խոսում է դարբեր տեսակ հոգիների մասին եւ այդ հոգիները ինչ է, ինչ չէ, կապար չունենք։ Խոսում ենք հրեշտակները, հրեշտակապետները, քերովբեները, սերովբեները, սանտարային ինչ որ ասեցիր, անոնք եւ ուրիշներ եւս որ խոսում են, սրանք հոգիներ են, ինչպես անազանենք, ինչ որքան կարևոր է, այնքան կարևոր չէ, միայն գիտենանք, որ չափազանց մեծ զորք մակա Աստծուն ենթարկվող մի զորք է, որ կարող են մեզ օգնել։ Ես ինձ համար կարևորը իմ բաբան հրեշտակս է եւ անգեդո այդ սուրբերն է, որոնց հետ կարանջվեմ եւ որոնց օգնությունը միշտ կհայցեմ։ Եթե ոչ հրեշտակներ ունի, դա շատ գործ չունի։ Շնորհակալություն Հայր Անտոն ջան։ Okay. Ուրիշ հարց։ Ես եմ ուզում հարցնել Հայր Անտոն հրեշտակների մասին, որ խոսեցիք, հիմա ուզում եմ այդ թեմայով հարցնել։ Չգիտեմ որտեղ եմ կարդացել վերջերս, որ մարդ ծնվում է ինքը ունենում է իր պահապան հրեշտակը, այդպես է։ Իսկ Այո։ երբ կնքվում է, նորից ինչ որ մի երկրորդ հրեշտակ են մարդուն նվեր հասնում։ Այդպես հասկացա ես, հա։ Ամեն մարդ ունի երկու հրեշտակ։ Չէ, մեկ հրեշտակ ունենք, մեկ հատ կբավե։ Հա, բայց ես կարդացի, որ երբ կնքվում ենք, այն ժամանակ նորից ինչ որ մի նոր հրեշտակ է մեզ պահապան լինում, երկրորդը։ Ես երբեք չեմ հանդիպած այդպիսի գաղափարի։ Ուղղափառներն այդպես ասում։ Ուղղափառ եկեղեցին այդպես է բացատրում, վարդապետ։ Մենք ուղղափառ եկեղեցի չենք։ Մեր եկեղեցին կարելի է սա էլ հարցնել։ Ասում եք գիտենք, որ հավիտենականությունը անժամանակ է, միշտ ներկայի մեջ է։ Իսկ չար դևերը սատանան նույնպես հավիտենական էակներ են։ Նրանք նույնպես ներկայի մեջ են, նրանք նույնպես ամեն ինչը տեսնում են աշխարհի սկզբից մինչև վերջը։ Այո։ Այդ դեպքում ինչ իմաստ ունի նրանց պայքարը։ Դու ինքես կարող ես մի կացության մեջ դնել, որ ելք չունիս,
ուզես չուզես պիտի գրվիս։ Որքան որ գիտես որտեղ պիտի ասես, բայց կգրվիս։ Չես կրնա չգրվի։ Չես կրնա չի բայկարը։ Սա, այո, հավիտենական մի բայկարի մեջ է, որ չկրնա փոխել Ացևով շարունակվել բառնալ սխալի, որտեղ շարունակելու համար ժամանակ կուզես, բայց չէ, ժամանակ չգա։ Ըմպոստացավ եւ ըմպոստացած վիճակի մեջ է գտնվում միշտ։ Միլիոն տարի առաջ եւ 10 միլիոն տարի հետո նույն վիճակի մեջ է պիտի լինի։ Կլինի, առանց բամը փոխվելու։ Չի կրնար փոխել։ Եթե կարողանար փոխել, պիտի կարողանար ներողություն խնդրել, բայց չի կրնար։ Հավիտենականություն է, ժամանակեն դուրս է։ Մարդկայնորեն, ասամենը բարձ բացատրելը եւ բարձ հասկանալը նաեւ գնանքսել անհնարին է։ Վերդե մեզի համար ժամանակը, տարածքը չափազանց կարևոր է։ Մենք միշտ կմտածենք տարածքով, ժամանակով եւ նյութով։ Ինչպես հասկանանք մենք հրեշտակ, որ նյութ չունի։ Ժամանակին ասազաբաները իրար հետ կգրվեին մեկ ասեղի գլուխին վրա կանի հրեշտակ կրնաս տնել։ Կանի 1000 հրեշտակ կրնաս տնել ասեղի գլուխին վրա։ Տարածք չունի։ Ամբողջովին դարբեր հասկացողություն է։ Բայց ինչու մտածեմ այդ ամենուն մասին։ Երբ որ պետք է մտածեմ եւ մեկում մի քիչ բացատրություն միտամ, իրեն բացատրություն գտամ, վերջնալ չեմ մտածել այլևս այդ նոր մասին։ Պետքություն չունի։ Ես կաբրիմ իմ կյանքը սպասելով հավիտենականության։ Այրապն կարելի է Այո։ Արմենի հարցի նորից մի հատ ասում են, որ մկրտվում ենք, դառնում ենք Աստծո որդիներ, բայց նախքան մկրտվելի ինչ ենք, Աստծո որդի չենք, դե որ հենց ծնվում ենք, մենք արդեն Աստծո կողմից ենք, չէ՞, ինչի այդ ձևի են ասում։ Երբ որ ծնվում ենք, մենք մարդկային ցեղին պատկանում ենք։ Բայց նաև ունենք մենք մեր ընտանիքը, չէ՞։ Մի ընտանիքի մեջ ենք ծնվում։ Այո, բայց Աստծո կողմից։ Նույնն է։ Դες երբ որ մկրտված չես, հայր մերը ասում ես, ասած կլսե, բայց նույն ձևով չի լսեր, ինչ որ մկրտված մեկը։ Ինչպես որ ձեր ընտանիքի մոդիկ մի անձ, երբ թիմե, մի երեխա, ասենք որ մի երեխա ուրիշ ընտանիքի բաբային թիմե, որ օգնություն գուզե, բաբան եթե բարիացակամ է, օգնությունը կուտա, բայց եթե իր հարազատ բաբան է, ամբողջովին տարբեր ձևով գնայի։ Եվ սա պիտի ընդունենք այս իրականությունը, որ մկրտությամբ մենք Աստծո հատուկ ընտանիքի զավակներն ենք։ Եվ հավիտենական կյանքը մենք ստանում ենք մկրտության ժամանակ։ Ամբողջովին տարբեր հարթակի վրա ենք ապրում։ Մեկը որ մկրտված եւ մեկը որ չի մկրտված,
իրենց մեջը կյանքը նույնը չէ։ Մեկ ունի հավիտենական կյանք իր մեջը, մույսը չունի։ Եթե ոչ մգրդությունը անիմաստ բան կդառնա։ Եվ այսօր շատեր չեն հասկանա եւ իրենց զավակների մգրդությունը կամ կհետացկեն կամ նույնիսկ ասեն, որ անհրաժեշտություն չի գա։ Պարզ է Հայրան, շնորհակալություն։ Մի հատ էլ գիտեք ինչ կուզեի հարցնել։ Ասում ենք, որ Աստծո մոտ ժամանակը չկա, բայց շատ անգամ, որ Աստվածաշունչը կարդում ենք 40 օրը, այսինքն Մովսեսը ջրհեղեղը 40 օր, Անապատում 40 օր, ու 40 օր շատ է։ Եթե չկա, ո՞նց այդ 40 օրը ինչի համար է շատ անգամ նշած։ Քեզի համար է, իրեն Աստծո համար չի անի։ Եղավ։ Շնորհակալություն։ Yeah. Հայրան նույնիսկ չմկրտված երեխաները, որ ահարժան մահանում են, մկրտված չեն, նրանց հոգիները են գլին։ Ասոր մասին դարբեր բացատրություններ կան եւ որևէ բացատրություն չունիմ, ասեմ, որ ես ամեն ուսումնասիրած եմ եւ լավագույնս սա է ինձ համար։ Ես ավելի անգնեմ, որ ինչ որ Սուրբ Թոմաս Ակվինացին սովորեցնում է, եթե մեկը որ բանականություն այլևս ունի եւ ընդրում է բարին, այլևս ինքը պիտի թադվի այդ գիտակցության վրա, բայց նրանք ովքեր մի քանի ամսվան են, մի քանի 2-3 տարեկան է, իրենց հետ ինչ կպատահի, չեմ գիտեր, որևէ բան չեմ լսած, որ ինձ կոհացուցիչ լինի, բայց ինչ որ Թոմաս Ակվինացին սովորեցնում է, որ այդ անձը նաև սա կնշանակի բոլոր մարդիկ, որ այսօր աշխարհիս վրա 2.5 միլիարդ ժողովուրդ կա, որ քրիստոնեությունը ընդունած է, բայց այնտեղ ունենք 5 միլիարդ եւ ավելի, ովքեր քրիստոնեությունը չեն ընդունած, իրենք երկինք պիտի չերտան, անշուշտ պիտի երտան։ Աստծո ողորմությունը ինչպես կաշխատի, սա իմ հասկացությունս ավելի բարձր է, բայց Աստված ողորմած է, Աստված արդար Աստված է։ Մեզ եթե բանենք ուրեմն ինչ անհրաժեշտություն կա մգրդության համար եւ խոստովանանքի համար, անհրաժեշտությունը ամենամեծ գեդը այն է, որ ես վստահություն ունիմ։ Որտեղ եկեղեցին սովորեցնում է նաև մեկը, որ մեղք գործած է, ծանր մեղքեր գործած է եւ հավասի կցանկանա խոստովանել, բայց մարդ չի գա, կահանա չի գա, կրնա ինքը զղջալ եւ Աստված կներե, բայց ինչ որ եկեցին սորվեցնեմ, երկու տեսակ զղջում կա, կատարյալ զղջում եւ անկատար։ Կատարյալ զղջումը, երբ որ ես ցավում եմ, որովհետեւ ես Աստծուն դեմ մի բան գործեցի։ Անկատարը, երբ որ ես զղջում եմ, վախենալով դժոխքից,
Երբ որ ես խոսնանան կլամ եւ խոսվանահայրը եւ ես արձակեմ քեզ բոլոր մեղքերդ կասե, այդ ժամանակ իմ ծխչումս կատարյալ է կամ անկատար է, ծխչումը ծխչում է եւ ընդունված է Աստծո կողմից եւ ես ապահով եմ, որ դժոխք բիչեր կամ մգրտությունը նույնն է։ Ցանկության մգրտությունը կա, որ կարծեմ սորացվել եւ հնարավոր է, ինչպես նաեւ շատ ասացաբաներ սորվեցնում են, որ հնարավոր է, որ մարդը մեռնելուց առաջ մի լույս ընձայվում է իրեն եւ ինքը այդ ժամանակ է, որ ընդունում է Հիսուսին որպես բրգիչ։ Եվ սա համարվում է իրեն համար մգրտություն։ Բայց գլուխս անախմաներով սավցնելու դեպ ավելի լավ է գծածի շատ սովորեցնեմ մգրտության մասին եւ մարդիկ մգրտվեն եւ այդ ձևով ապահով լինեն, որ իրենք Աստծո ընտանիքի անդամներն են, Աստված հատուկ կերպով իրենց ընդունում է։ Եղավ։ Շնորհակալություն Հայր Ատոն։ Իրով։ Լավ, բարի գիշերս եմ, Աստված ձեզ հետ մինչև ուրբաթ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։